Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է այսպես կոչված խաղաղության պայմանագիրը միակողմանի ստորագրել։ Ինչ է սա նշանակում։ Ինքը պատրաստ է ստորագրությունը դնել այդ փաստաթղթերը։ Միակողմանի սիրո է նման։ Միակողմանի հայտարարություն չի եղել, Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգ առաջ մղել, գիտեք, որ խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են եւ Հայաստանը վարչապետի նաև գլխավորությամբ հայտարարում է, որ պատրաստ է ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ եւ պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա ժամի եւ մնացած հարցերը հստակեցնելու մասով։ Ալիևը Չիգորյան, ներեցեք, 24 ժամվա ընթացքում փաստացի վարչապետը 3 հաղորդակցություն տարածեց իր էջով, ինչն է պատճառը, արդյոք ադրբեջանական կողմում կուտակումներ կան եւ հնարավոր ռազմական հարձակման սպառնալիք։ Ինչի մասին է, որի մասին։ Պատրաստ է Հայաստանը ստորագրել այս պահին։ Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգը առաջ մղել, շարունակում է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի եւ հրապարակային շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի վերջնականացնենք խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը, քանի որ տեքստը այլևս համաձայնեցված է, մենք խաղաղության համաձայնագրի ստորագրման համար օրակարգը առաջ ենք մղում։ Եկեք խնդրում եմ հերթով հարց տվեք։ Ադրբեջանական կողմում կան, արդյոք դա է հայկական կողմին ստիպում, որպեսզի նման հայտարարություն։ Ես հենց նշեցի, որ Հայաստանը փորձում է խաղաղության օրակարգը առաջ մղել եւ Հայաստանի նպատակը, քանի որ խաղաղության տեքստը համաձայնեցված է այլևս, խաղաղության համաձայնագրի վերջնականացման համար անհրաժեշտ է երկու երկրների ստորագրությունը եւ այդ ստորագրության համար օրակարգն է առաջ մղել։ Բայց Ալիևը նախ չի ցանկանում, չի ստորագրել, այդպիսի ազդակներ չեն տեսնում։ Հակառակ ազդակներն են տեսնում, որ նույնիսկ եթե տեքստը պատրաստ է ստորագրման, բայց նախապայմանները առաջ քաշում, օրինակ սահմանադրության փոփոխություն, չգիտեմ, գուցե Միջանցքի հարցները դրա մեջ մտնում, Մինսկի խմբի լուծարում եւ այլն։ Ու տպավորությունն է, որ պատերազմի հոտ է գալիս, որտեղ արդեն տեղեկություններ կան, որ կուտակումներ կան սահմանի եւ զորքի ակտիվ տեղաշարժ երկու կողմից է, եւ Նիկոլ Փաշինյանը այսպես ոտոձարակտած ուզում է մեկ օր շուտ ստորագրել տալ, ամեն օր խնդրում աղաչում է մարի ստորագրել ինչ կլինի, միայն թե պատերազմ չլինի։ Իհարկե լավ է, որ պատերազմ չլինի, բայց բանով ադրբեջանական կողմը վերջերս պարբերաբար մեղադրում է հայկական կողմին կրակ բացելու համար։ Դրանք բոլորը բնականաբար կեղծ մեղադրանքներն են, շատ կարևոր է, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը եւս վերջերս հայտարարություն է տարածել, որ սահմանի իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, մենք եւս մեր հերթին պաշտպանության նախարարությունը հստակեցրել է, որ որևէ նման քայլ չի եղել, բնականաբար դրանք մենք համարում ենք կեղծ լուրեր։ Խաղաղության պայմանագրի մասով, մեր հայտարարությունների մասով ցանկանում եմ եւս մեկ անգամ նշել, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել խաղաղության օրակարգը եւ առաջ ենք մղելու այն, որ քանի որ տեքստը այլևս խաղաղության պայմանագրի համաձայնեցված է, մենք ստորագրենք այն։ Բայց նախապայմանները չկան, նախապայմանների մասին տեքստը ամբողջովին համաձայնեցված է եւ մենք կարծում ենք, որ պետք է հանդիպում տեղի ունենա այդ պայմանագիրը ստորագրելու համար։ Իսկական խաղաղության պայմանագիր էր, հետո Նիկոլ Փաշինյանի խոսքերով դարձավ խաղաղության համաձայնագիր, նախ ինչու դրան փոփոխել, չնայած որ ասեն մեծապես էական տարբերություն չկա եւ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունների մեջ հստակ է դիրքորոշումը իր ասելով պաշտպանության նախարարությանը, որ հրադադարի ռեժիմի որևէ խախտում չպետք է լինի, մենք գնում ենք խաղաղության ճանապարհով, այլ ոչ թե պատերազմ, այսինքն եթե ադրբեջանական կողմը ոչ թե չպետք է լինի, չէ, ոչ թե չպետք է լինի, վարչապետը նշել է, որ որևէ նման բան չկա։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության օրակարգի ուղղությամբ, պաշտպանության նախարարությունը հանձնարարական ունի կայունություն պահպանելու։ Դուք հարցը լրիվ այլ ուղղությամբ եք տանում։ Բնականաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է։ Այդտեղ որևէ հարց չկա։ Պատերազմի վտանգ տեսնում եք։ Հրադադարի ռեժիմի խախտում ինչ պետք է։ Եթե կրակում են մենք ինչ պետք է։ Ուղղակի նայենք թե ինչպես է կրակ։
ոչ թե նստենք նայենք, ես ասացի, որ պաշտպանության նախարարությունը իրականացնելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանություն։ Այդքան եթե հարձակվեն մենք ինչ ենք անել։ Բնականաբար եթե հարձակվեն, պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության տարածքը։ Պարոն Գրիգորյան, կա հիմա որևէ Երևանի եւ Բաքվի միջեւ պայմանագիր ստորագրելու վերաբերյալ եւ եթե կա ում միջեւ են կանում այդտեղ քննարկումները եւ գործընկերոջից հարցին չպատասխանեցիք պայմանագրի եւ համաձայնագրի տարբերությունը վերջո որն է ինչու է նախնում պայմանագիրը եւ Ես չեմ հասկանում այդ հարցի բնույթը, այսինքն ինչն է տարբերությունը դրանց։ Իսկ պայմանագրի եւ համաձայնագրի միջեւ ինչ տարբերություն կա։ Կա որևէ տարբերություն դրանց միջեւ։ Պայմանագիրը ավելի պարտադրող ուժ ունի, համաձայնագիրը մի քիչ ավելի խորհրդանշական։ Ես այս քննարկման իմաստը չեմ անկեղծ ասած չեմ հասկանում, իսկ փորձում ճշտել մի հատ հասկանալու համար թե ինչ ձեր խնդրում եմ, քանի որ ձեր գործընկերները տարբեր հարցեր տվեցին, որ խնդրեմ ձեր հարցը ես արդյոք այս պահին Երևանի եւ Բաքվի միջև քննարկում խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ ոչ բանակցություն է տանում, ոչ բնականաբար Հայաստանը աշխատում է եւ դա ավելի շատ հրապարակային դուք տեսնում եք, որ Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի առաջ մղի խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, այսինքն տեքստը այլևս համաձայնեցված է եւ մնում է ստորագրությունը, այսքանը եւ վերջին խնդրում եմ վերջին հարցը եւ վերջին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից խաղաղության պայմանագրի ստորագրումը այդ հարցին բազմաթիվ անգամ տարբեր մակարդակով անդրադարձել ենք դելիմիտացիայի շրջանակներում այդ հարցը հասցեագրվելու է։ Եթե պատրաստ եք ստորագրել, ինչու՞ չի հրապարակում այդ համաձայնագիր գծիկ պայմանագիրը, պարոն Գրիգորյան, որ ժողովրդի իմանա ինչ է ստորագրում Փաշինյանը։ Ինչու է ժողովրդից տակում պահում ստորագրելուց առաջ հրապարակում։ Նախ կցանկանայի նշել, որ եթե ուշադիր հետևեք հրապարակային ամբողջ քննարկումներին, խաղաղության պայմանագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հանրության հետ կիսել եք։ Ես հասկանում եմ, խնդրում եմ, սպասեք։ Քանի որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ամբողջ գործընթացի վերաբերյալ հրապարակային կիսվել են, ես հասկանում եմ, որ հանրային հետաքրքրություն կա պայմանագիրը ավելի մանրամասն իմանալու համար, բայց հաշվի առնելով, որ դեռևս օրի եւ տեղի մասով համաձայնություն չունենք, շարունակում ենք աշխատել, երբ որ լինի հրապարակային նաեւ տեքստը կներկայացնենք հապաղման ադրբեջանական կողմից ոչ թե հապաղման ավելի շատ դիվանագիտական մոտեցում է հարցին եւ քանի որ հրապարակային ենք եղել բանակցային ամբողջ գործընթաց կիսվել ենք հանրության հետ, ապա ես որևէ խնդիր չեմ տեսնում այդ։ Ուղիղ կապ չկա Գրիգորյան, Երևանը կոնկրետ տեղ առաջարկել է ադրբեջանական կողմից։ Կոնկրետ տեղ չէ, բայց Հայաստանը պատրաստ է քննարկելու, տեղը համաձայնեցնելու ադրբեջանական կողմի հետ, դրանք պետք է գիտեք ոնց խաղաղության պայմանագիրը կարծում եմ եթե ստորագրենք ինչ որ մի բալանսավորված տարբերակով կստորագրենք դա քննարկելու հարց է այսքանը շնորհակալություն